Մենք պարզել ենք, որ քաղաքապետարանն այս աշխատանքները վստահել է մի ընկերության, որի թույլ տված խախտումների համար նախկինում արդեն քրեական գործ է հարուցվել։ Ավելին, Կոմպաս հասարակական կազմակերպությունը դեռ 2019-ին այդ ընկերության շինաշխատանքներում արձանագրել էր լուրջ անվտանգային խնդիրներ։ Սա սակայն չի խանգարել քաղաքապետարանին 1 միլիարդ 84 միլիոնի պայմանագիր կնքել ընկերության հետ։ Ուշագրավ է, որ այժմ այդ ընկերության վրա սահմանափակում է կիրառված։ Պետռեգիստրի տվյալներով ընկերության հիմնադիրն ու սեփականատերը Արմեն Բադալյանն է։ Նա Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդիա Բադալյանի եղբորորդին է, ՀՀԿ-ական նախկին падգամավոր։ 2025-ի հունիսին, այսինքն քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելուց ամիսներ առաջ, Արմեն Բադալյանից պետբյուջեի օգտին բռնագանձվել է 300,000 դրամ։ Մյուս արգելանքով Բադալյանը պարտավորվում է 600,000 դրամ վճարել պետբյուջե։ Այս պահի դրությամբ արգելանք է դրված նաև ընկերության գույքի վրա 884 միլիոն դրամի չափով։ Քաղաքապետարանի եւ ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, եթե AAB պրոյեկտը չկատարի պայմանագրով ստանձնած աշխատանքները կամ այլ խախտում կատարվի, քաղաքապետարանը կարող է պահանջել 287 միլիոն 330 հազար դրամ անմիջապես բանկից առանց դատական գործընթացի։ Բայց ստացվում է, որ քաղաքապետարանում չգիտեն, թե ինչպես պետք է պարզեն։ Արդյոք մայրաքաղաքի փոսերը նաև այս ընկերության աշխատանքի որակի հետ են կապված։ Ընկերությունից էլ մեր զանգերն անպատասխան թողեցին։ Իդեպ երաշխիքի որակավորման ապահովումն ուժի մեջ է մինչև 2026-ի մայիսի 14-ը։ Իսկ պայմանագրի ապահովման երաշխիքով էլ, եթե ընկերությունը չկատարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, քաղաքապետարանը անմիջապես բանկից կարող է պահանջել 95 միլիոն 776 հազար դրամ որպես փոխհատուցում։ Ինչպես կվարվի քաղաքապետարանը, հայտնի չէ։ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ դժգոհությունների ու հրահանգների ոչ մի խոսք չասաց այս մասին։